Գյումրիում քաղաքական որևէ ուժ 50% +1 ձայն չհավաքեց ու չի կարող միանձնյա ստանձնել քաղաքային իշխանության ղեկը։ Անցողիկ շեմը հաղթահարել է քաղաքական 5 ուժ։ 82 ընտրատեղամասում 111,271 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 47,443-ը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալով առաջին հնգյակն ունի այս տեսքը. Սարիկ Մինասյան 17183 ձայն, Վարդան Ղուկասյան 9727, Մարտուն Գրիգորյան 7380, Ռուբեն Մխիթարյան 3774, Կարեն Սիմոնյան 2902։ Վերջին երկուսը ընդդիմադիր Մայր Հայաստանն ու Իմ հզոր համայնքը շտապեցին պատրաստակամություն հայտնել, որ իրենց ձայները տալիս են առավելագույն քվեստացած ընդդիմադիր ուժին՝ կոմունիստներին Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ։ Իհարկե մենք ավելի մեծ ձայների ակնկալիք ունենք եւ փորձում ենք հենց մեր խոսքերը վերագրել այսօրվա, որ չի կարելի ընդհանուր վիժեցնել ընդդիմադիր ճամբարը եւ մենք մեր խոսքի տեր մինչեւ վերջ լինելու ենք եւ յուրաքանչյուր մեր գործողություն միտված է լինելու որպեսզի իշխանազրկենք քաղաքացիական պայմանագրին եւ Մայր Հայաստան դաշինքով մենք մեր հետագա անելիքների համար տեղեկացնենք բոլորին։ Մենք հիմա պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ընդդիմադիր դաշտը համախմբվի։ Ընտրություններից առաջ դեռևս Մայր Հայաստանի սկզբունքները ներկայացրել ենք եւ ասել ենք, որ մենք հավակնում ենք առավելագույն ձայներին, որպեսզի ստանձնենք քաղաքի կառավարման պատասխանատվությունը, բայց նաև ասել ենք, որ եթե այնպես ստացվի, որ որևէ այլ ընդդիմադիր ուժ ստանա առավելագույն ձայներ ընտրությունների արդյունքում, ապա մենք պատրաստ ենք մեր քվեով, առանց որևէ կոալիցիոն բանակցությունների մեջ մտնելու, առանց որևէ աթոռակռվի մեջ մտնելու, սատարել մեր քվեներով, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը իշխանազրկվի։ Ըստ քվեների 33 տեղանոց ավականիում 14 մանդատ կստանա ԿՊ-ն, 8-ը Կոմկուսը, 6-ը Մեր քաղաքը դաշինքը, 3-ը Իմ հզոր Հայաստան կուսակցությունը, 2-ն էլ Մայր Հայաստան դաշինքը։ Չնայած ԿՊ-ին չհաջողվեց ստանալ գյումրեցիների մեծամասնության ձայները, իշխող ուժի ներկայացուցիչներն իրենց պարտված չեն համարում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը գրավել առաջին տեղը եւ երկրորդ տեխնացույց գրեթե կրկնակյավել ձայնահավաքել։ Իմ կարծիքով 2 ամիս քաղաքապետի պաշտոնակատար աշխատած մարդու գլխավորությամբ, եթե քաղաքացիական պայմանագիրը գրեթե 40% ձայնահավաքել, դա չի կարելի պարտություն համարել։ Ամենաշատ ձայները ԿՊ-ն ա տարել, մնացածը Եթե մի բան մուխլյոշ չարվի, ոչ մի ընտրություններում քաղաքապետ չի ընտրվում, ընտրություններում ընտրվում է ավականի, ավականները կհավաքվեն, մանդատներ կստանան, կգնան, համայնքապետի ընտրություն կանեն։ Ընտրությունից առաջ Վարդան Ղուկասյանը հայտարարել էր, որ պատրաստ է իր ձայները տալ առավելագույն քվեստացած ընդդիմադիր ուժին, ակնկալելով նույն մոտեցումը մյուս ընդդիմադիրներից։ Ով կդառնա քաղաքապետ, հիմա կախված է Մեր քաղաքը դաշինքի որոշումից։ Մինչև Մարտուն Գրիգորյանը կկողմնորոշվեր, ասուլիս հրավիրեց Վարդան Ղուկասյանը, շնորհակալություն հայտնելով իրեն միացած 2 ընդդիմադիր ուժերին։ Ղուկասյանը վերահաստատում է, որ ընտրությունից առաջ արած իր հայտարարությունն ուժի մեջ է։ Հույսով եմ, որ Մարտուն Գրիգորյանը եւս իր խոսքերը ինչ որ ասել է, որ անպայման մենք միանալու ենք, ուրեմն ընդդիմության դաշտը միասին է լինելու եւ ԿՊ-ն չի անցնելու քաղաքում, այդ լսել եմ ես ու տեսել ենք, բոլորս էլ լավ գիտենք։ Հիմա սպասենք, նայենք, կարող ենք նստել, բանակցել, քննարկել, խոսել, այնպես որ ես ոչ մեկին թշնամու աչքերով չեմ նայում։ Վարդան Ղուկասյանը փոխքաղաքապետի պաշտոնը չի զիջի ընդդիմադիր որևէ ուժի, բայց մյուս պաշտոնները պատրաստ է տալ կոալիցիոն գործընկերներին։ Պատկերացրեք, եթե ինձ ձերբակալեն, ինստինկտիվ փոխքաղաքապետը պարտավորականը ինքը վերցնում է իր վրա, ստանձնում է եւ ինքը դառնում է քաղաքապետ։ Այդ դրա համար ես եթե այդ պահը մենք դա բան ենք անում, թե չէ միանշանակ ես խնդիր չունեմ աշխատելու հետ կապված։ Ոչ մի դեպքում ԿՊ-ի հետ ճանապարհ չի գնալու։ Ընտրության արդյունքից Վարդան Ղուկասյանը դժգոհ չէ։ Այն ժամանակ, որ ես ասում էի 300 սպարտացիները, այ հիմա նորից ասում եմ, որ իրոք 300 սպարտացիների պես մեր ժողովուրդը կանգնեց ամբողջ պետական ապարատի դիմաց,
առանց պոնչիկի, առանց պերաշկի բաժանելու, առանց 20,000 դրամների, առանց որևիցե մի բանի, այլ գաղափարի շուրջ հավաքվելով եւ ԿՊ-ին դեմ քվեարկելով կանգնել են այսօրվա իմ կողքին։ Այս ասուլիսից հետո հանրությունը շունչը պահած սպասում էր Մարտուն Գրիգորյանի որոշմանը։ Մեր քաղաքը դաշինքի առաջնորդը լռությունը խախտեց միայն աշխատանքային օրվա ավարտին։ Facebook-յան կարճ գրառմամբ ԿՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, դա հաստատ է։ Կմիանա արդյոք Վարդան Ղուկասյանին, Գրիգորյանը չի նշել, անորոշությունը պահպանվում է։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։